Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու դիրքերը կտրուկ թուլացել են ԱՄՆ-ի եւ Իրանի հակամարտության ֆոնին։ ԱՄՆ-ն մեծացրել է ճնշումը Կիևի վրա, միաժամանակ մեղմացնելով Ռուսաստանի դեմ որոշ քայլեր։ Վաշինգտոնը նաև կասկածի տակ է դրել Ուկրաինայի զենքի մատակարարումների շարունակությունը։ Այս ֆոնին Ուկրաինայի բանակցային դիրքերը զգալիորեն վատացել են։ Վերլուծաբանները սա համարում են ռազմաքաղաքական բալանսի կտրուկ փոփոխություն։ Իրանի ՀՊԿ-ն հայտարարել է հարվածների մասին Իսրայելի կարևորագույն օբյեկտների վրա, այդ թվում Բեն-Գուրիոն օդանավակայանի։ Հարվածները հասցվել են նաև Հայֆայի նավթավերամշակման գործարանին եւ ռազմական դիրքերին։ Գործողությունները իրականացվել են հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքերով։ Թեհրանը հայտարարել է, որ թիրախավորվել են լոգիստիկ եւ վառելիքային կենտրոններ։ Սա համարվում է Իրան-Իսրայել ուղիղ ռազմական բախման նոր փուլ։ Իրանը հարձակվել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաների վրա, Քուվեյթում, Բահրեյնում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում։ Թիրախում են եղել հրամանատարական կենտրոններ, ռադարներ եւ վառելիքի պահեստներ։ Հարվածները իրականացվել են հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքերով։ Իրանական կողմը հայտարարել է հաջող գործողությունների մասին։ Սա վկայում է հակամարտության արագ միջազգային ընդլայնման մասին։ Անօդաչու թռչող սարքը հարվածել է Սաուդյան Արաբիայի Յամբու քաղաքի նավթավերամշակման գործարանին։ Հարձակումը տեղի է ունեցել Կարմիր ծովի կարևոր նավթային հանգույցում։ Տեղեկությունը հաստատել են միջազգային լրատվամիջոցները։ Նախկինում նույնպես հաղորդվել էր նավահանգստի վրա օդային հարձակման մասին։ Սա վտանգում է գլոբալ էներգետիկ կայունությունը։ Իսրայելի բանակը Շին Բեթ ուժերի հետ միասին ոչնչացրել են Համասի ռազմական հետախուզության ղեկավարներից մեկին։ Սպանվածը Մուհամմադ Աբու Շալեհը կապված էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման հետ։ Գործողությունը իրականացվել է թիրախային հարվածով։ Իսրայելը հայտարարել է, որ քայլը ուղղված էր անմիջական սպառնալիքի վերացմանը։ Սա կարող է սրել իրավիճակը Գազայի ուղղությամբ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչնչացրել է ԱՄՆ կործանիչների վառելիքի պաշարները Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում, հզոր պայթյունի պատճառ դառնալով։ Իրանական Թասնիմ գործակալությունը հաղորդում է, որ պայթյունի հետևանքով քաղաքացիական ենթակառուցվածքները նույնպես կարող են տուժել, սակայն պաշտոնական տվյալներ դեռ չկան։ Հաղորդվում է, որ այս գործողությունը Իրանի ռազմական հռետորաբանության մաս է կազմում ԱՄՆ-ի եւ դաշնակիցների վրա ճնշում գործադրելու համար։ Իրանական անօդաչու սարքը հարվածել է Քուվեյթի նավթավերամշակման գործարանի արտադրական ստորաբաժանմանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, սակայն աշխատակիցների անվտանգությունը ապահովվել է։ Քուվեյթի նավթային կորպորացիան տեղեկացրել է, որ օբյեկտը վնասվել է մասամբ եւ աշխատանքները ժամանակավոր կանգ են առել։ Աշխատակիցները զեկուցել են, որ հրահանգներ են ստացել անվտանգության բոլոր կանոնները խստորեն պահպանելու համար։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թայվանի հարցը բացառապես Չինաստանի ներքին գործն է եւ կոչ է արել Վաշինգտոնին դադարեցնել միջամտությունը չինական սպառնալիքի տեսությունը սնուցելուց։ Չինաստանը ընդգծել է, որ արտաքին միջամտությունը կարող է լարել տարածաշրջանային եւ միջազգային քաղաքական լարվածությունը։ Մասնագետները զգուշացրել են, որ ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում նման միջամտությունը կարող է տանել նոր հակամարտությունների։ Սաուդյան Արաբիայում 12 արաբական եւ իսլամական երկրների արտաքին գործերի նախարարները կոչ են արել Իրանին անհապաղ դադարեցնել հարձակումները եւ վերահաստատել ինքնապաշտպանության իրավունքը։ Հանդիպման մասնակիցները շեշտել են, որ քաղաքացիական ենթակառուցվածքների հարվածները անընդունելի են եւ կարող են հանգեցնել լայնածավալ ճգնաժամերի։ Բանակցություններում ընդգծվել է տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության կարեւորությունը, պահանջելով անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն։ Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։